Բարի երեկո, Շանթեթեր շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Հիրակլի Չիկովանին, վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն և հետևողական զարգացումը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը, նշել այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը։ Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Չիկովանին ընդունել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել են երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ։ Վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում հերթական կարճ տեսանյութն է հրապարակել, որտեղ անդրադառնում է հունվարից զինծառայության ժամկետների փոփոխությանը։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Ավելի ուշ այսօր վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը, վաղը վարչապետը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Ժնևում անցկացվող միջխորհրդարանական միության 151-րդ վեաժողովի շրջանակներում տեղի ունեցել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանը ուղղված քայլերի իրագործմանը։ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում, այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Միրզոյանը Լյուքսեմբուրգում, առաջարկելով Եվրամիության գլոբալ դարպասներ նախաձեռնությունում ներառել խաղաղության խաչմերուկ և թրիփ նախագծերը։ Սևծովյան տարածաշրջանը խաչմերուկ քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների համար։ Հենց այսպես է անվանում այդ տարածաշրջանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող այդ օղակում փոխգործակցությունն էլ կարող է նպաստել փոխկապակցվածությանը և կայուն զարգացմանը, բայց դա ըստ նախարարի հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ Վաշինգտոնյան գագաթնաժողովում 3 առաջնորդները այն ամրապնդելու հանձնառություն են արտահայտել, իսկ այն նախարարը անվանում է ամուր հիմք թշնամության էջը փակելու համար։ Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության վերածելու գործում։ Այստեղ է, որ Արարատ Միրզոյանը հիշատակում է Եվրամիության ստեղծման պատմությունը, նշելով, որ տնտեսական ընդհանուր շահերը կարող են իրացիոնալ դարձնել ապագա հակամարտությունը։ Գտնվելով խաչմերուկում, Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում։
Ինչպես ավելի վաղ Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, թե Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն։ Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ Եվրամիության համակարգող հարթակի ստեղծումը եւ Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ եւ կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում, այդ թվում Եվրամիության գլոբալ դարպասներ նախաձեռնության շրջանակում մեր խաղաղության խաչմերուկ ծրագրի եւ TRIP ուղու ներառման միջոցով։ Անդրադառնալով անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, նախարարը ուշադրություն է հրավիրում նաև հիբրիդային սպառնալիքներին, որոնց բախվում է Հայաստանը։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված համակարգված թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը, ներառյալ ինքնիշխանության եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության եւ համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։ Եվ դրա դեմ պայքարը պահանջում են վստահության վրա հիմնված համագործակցություն։ Ընդհանրապես հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների եւ հաղորդակցությունների հարցում համագործակցելու հարցերը Արարատ Միրզոյանը առաջ է քաշում նաեւ Լյուքսեմբուրգի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպումներում։ Մասնավորապես Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ զրույցում ընդգծվել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչմանը։ Փոխկապակցվածության հարցի հետ մեկտեղ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարներն էլ քննարկել են արկա մեխանիզմների միջոցով Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղված նախաձեռնությունները։ Երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր նախարարը քննարկել է նաեւ Լիտվայի, Մոլդովայի եւ այլ գործընկերների հետ։ Քրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Ադրբեջանը բացել է իր ցամաքային տարածքը դեպի Հայաստան բեռների տարանցման համար, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ երևի զգուշավոր լավատեսությամբ պետք է ընդունել այս լուրը։ Այո, մի քանի ուշագրավ բան կա իհարկե, Իլհամ Ալիևը այս հայտարարությամբ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ համատեղ մամլոասուլիսի ժամանակ, մեջբերեմ նրա խոսքերը, Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները եւ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն է դեպի Հայաստան։ Չի հիշատակվում ոչ հացահատիկի այդ բեռի ծավալը, ոչ ժամկետները, լոգիստիկայի մասին որոշ տեղեկություններ արդեն ունենք։ Իհարկե, հայ-ադրբեջանական սահման այդ բեռի տեղափոխման համար չի բացվել։ Վրաստանի տարածքով է տեղափոխվել մուլտիմոդալ բեռների փոխադրման եղանակով։ Այսինքն Ակտաու ղազախական նավահանգստից նավով բեռը հասել է Բաքու, Բաքվից արդեն Վրաստանի տարածքով երկաթգծով հասել է Հայաստան։ Իդեպ հետ հատկանշական է, որ հակասական տեղեկություն կա այդ բեռի տեղ հասնելու ժամկետների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը խոսել է բեռի տեղափոխման մասին որպես արդեն կայացած փաստի մասին։ Մինչդեռ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասել է, որ այդ առաջին ապրանքաքանակը տեղ կհասնի շուտով, այսինքն դեռ չի հասել։ Որևէ տեղեկություն չկա, արդյոք այս պայմանավորվածությունը, եթե այն իսկապես այսպես կայուն է լինելու հետագայում, վերաբերում է միայն հացահատիկին, թե այլ ապրանքատեսակներին եւս։ Արդյոք միայն ղազախական բեռների մասին է խոսքը, թե այլ երկրներից նույն եղանակով կարող են բեռներ տեղափոխվել։ Արդյոք սա փորձնական ինչ-որ այսպես մենք անգամյա ակցիա է, թե արդեն կարող ենք ասել, որ այս կամուրջը սկսում է գործել կանոնավոր տեսքով։ Ինչևէ, Հայաստանի վարչապետի մամլոխոսնակ Նազելի Բաղդասարյանը ողջունել է, բայց հետաքրքիր է, թե կոնկրետ ինչն է ողջունել։ Facebook-ում առանց նրա գրառման մեջ ասվում է, որ Հայաստանի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը սահմանափակումները հանելու մասին։ Այսինքն ոչ թե ողջունել է այն, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումները, այլ այն, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է սահմանափակումները հանելու մասին։ Այսինքն չունենք որպես
ակնհայտ փաստ, որ Ադրբեջանը հանել է սահմանափակումները։ Եվ ողջունում ենք առայժմ միայն այն, որ Ադրբեջանի նախագահ հայտարարում է այդ սահմանափակումները վերացնելու մասին։ Ողջունել է նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նա հատուկ ընդգծել է իր ղազախ եւ ադրբեջանցի գործընկերների ջանքերը, որոնք գործադրվել են այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում իր բոլոր հասկանալի, անհասկանալի դրսևորումներով սա նշանակալ իրադարձություն կարող ենք համարել արդյոք։ Իհարկե ավելի մեծ լավատեսություն են իրենց թույլ տալիս ադրբեջանական եւ ղազախական լրատվամիջոցները, օրինակ ադրբեջանական Հակինաս պարբերականը Ալիևի այդ հայտարարությունը որակել է որպես սենսացիոն։ Ադրբեջանական Օրդա պարբերականը որակում է որպես պատմական պահ։ Մենք, ինչպես ասացի, հիմք ունենք դեռևս այսպես զգուշավոր լավատեսություն առայժմ ցուցաբերել, քանի որ չունենք փաստը, այդ բեռը չի հասել եւ վստահ չենք, որ այդ կամուրջը լինելու է կանոնավոր։ Ամեն դեպքում դա կարևոր իրադարձություն է, նշեմ, որ մինչ այդ Հայաստանը օգտագործել է միայն ադրբեջանական օդային տարածքը, ցամաքային որևէ բեռնափոխադրում Ադրբեջանի տարածքով չի եղել։ 2025, այսինքն այս տարվա սեպտեմբերից հայկական ավիաընկերությունները օգտագործում են Ադրբեջանի օդային տարածքը, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ առաջինը Հայաստանի վարչապետի ինքնաթիռը օգտագործեց Ադրբեջանի օդային տարածքը համապատասխան բոլոր արտոնությունները Ադրբեջանի կառավարությունից ստանալուց հետո։ Իսկ ադրբեջանական քաղաքացիական ավիացիան Հայաստանի օդային տարածքը շատ ավելի շուտ է օգտագործում, դեռևս 21 թվականից այն դեպի Նախիջևան եւ դեպի Թուրքիա թռիչքներ կազմակերպելու համար եւ կանոնավոր կերպով ինչ որ փող է վճարում դրա համար։ Օրինակ հայտնի է, որ այս տարվա առաջին 4 ամսվա համար Հայաստանի պետական գանձարանը հարստացել է Ադրբեջանից ստացված 90,000 եվրո գումարով այդ ուրեմն փոխադրման համար։ Նշեմ, որ իհարկե սա լավ լուր է նաև հաշվի առնելով այն, որ վերին Լարսում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում, իսկ ղազախական ապրանքները Հայաստան են հասնում սովորաբար հենց վերին Լարսով, այսինքն Ռուսաստանով, այնուհետ Վրաստանով։ Մուլտիմոդալ այդ փոխանցման տեսքով սկզբից երկաթգծով, այնուհետ արդեն ավտոտրանսպորտով։ Եվ եթե Մոսկվայի հետ ինչ որ անհամաձայնություններ են լինում, սովորաբար Լարսում լարվում է իրավիճակը, եղանակային պայմանները նույնպես։ Իհարկե ադրբեջանական տարանցումը որոշ առավելություններ կունենա, բայց իհարկե չի լուծի գլխավոր խնդիրները։ Իսկ ամենագլխավոր հարցը, որը առայժմ չլուծված չէ, այն է, թե արդյոք Ադրբեջանը այն հայելային մոտեցումը պատրաստ է ցուցաբերել հաշվի առնելով այն, որ Հայաստանից սպասում է ինչ-որ արտոնյալ հատուկ մոտեցում, հա։ Մենք այդ ցորենի համար, որը հավանաբար շուտով կհասնի Ադրբեջանի տարածքով, պատրաստ ենք լինելու վճարել եւ սովորական մեխանիզմով է այն հասնելու, ինչպես ցանկացած այլ երկրի տարածքով։ Մինչդեռ Ադրբեջանը ակնկալում է, որ Սյունիքով անցնող ճանապարհը ինչ-որ հատուկ կարգավիճակ պետք է ունենա եւ պետք է վերահսկվի ինչ-որ միջազգային օպերատորի կողմից։ Արդյոք Ադրբեջանը նույն մոտեցումը, նույն հայելային պատկերը պատրաստ է ապահովել նաև իր տարածքով հայաստանյան բեռների տարանցման համար։ Եվ արդյոք հետաքրքիր է Բաքվում ինչպես են այս լուրը մեկնաբանում։ Օրինակ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն է հայտարարել, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերացնում է ցանկացած տեսակի արգելքները Հայաստանի բեռները իր տարածքով տեղափոխվելու համար, Բաքուն իրավունք ունի ակնկալելու Հայաստանից համապատասխան adekvat մոտեցում։ Սա իհարկե մանիպուլյացիա է հաշվի առնելով այն, որ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի համար տարանցում ապահովելու համար եւ պատրաստ է հաշված օրերի ընթացքում լուծել այդ հարցը, եթե Ադրբեջանը դիմի համապատասխան խնդրանքով։ Այսինքն խնդիրը մեզանում չէ եւ եթե Ադրբեջանը ցանկություն ունենա, այդ հարցը հաշված օրերի կամ միգուցե շաբաթների ընթացքում հնարավոր կլինի լուծել։ Եվ նաև կարևոր է ընդգծել, որ նույն այդ հայտարարության մեջ, որով հանդես եկավ Ալիևը, որում ողջունել է Հայաստանի կոնստրուկտիվ մոտեցումը, Հայաստանի ցուցաբերած քաղաքական կամքը, ինքը հենց շարունակում է իր դեստրուկտիվ հռետորաբանությունը
իրականությունը, կրկին հիշատակելով Զանգեզուրի միջանցք մեզ համար անընդունելի եզրույթ է եւ կրկին ասելով, որ պատրաստ սպասում է Հայաստանից ինչ որ քայլեր։ Նա ասել է, որ Ադրբեջանը իր կողմից Զանգեզուրի միջանցքը իրականություն դարձնելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը կավարտի արդեն գալիք տարվա կեսերին, իսկ եթե Հայաստանն ու Թուրքիան անհրաժեշտ կամք ցուցաբերեն, այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, ինչպես ինքն է ձևակերպել, իրականություն կդառնա արդեն 28 թվականին։ Շնորհակալություն Արծու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։ Ողջունել է վարչապետը վերջինիս այց Հայաստան եւ մասնակցություն ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորում համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետեւողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը, փորձի փոխանակումը։ Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորում համաժողովին վարչապետը հանդես է եկել կանխատեսել ապագան խորագրով բանախոսությամբ։ Ռազմավարական նշանակության մասին խոսելով նա նշել է, որ ակադեմիական քաղաք այն նախագիծն է, որը առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը։ Ակադեմիական քաղաքը այս նախագիծը մեզ համար առաջինը անհատի կյանքի պլանավորման համակարգը Հայաստանում ամբողջական դարձնելն է, ընդ որում մենք դպրոցների մասին խոսեցինք, մանկապարտեզների մասին չխոսեցինք, որովհետև մեր ընկալումն այն է, որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործառույթ է։ Ցկյանս ասելով միշտ մտածում ենք, որ հասուն մարդը միջև իր օրվա վերջը պետքա իր կյանքի ավարտը պետքա սովորի, բայց սովորելը իրականում Երբ որ երեխան ծնվում է, ինչ է անում ինքը ամենասկզբից, ինչով է ինքը զբաղված։ Ինքը սովորում է։ Երեխան ծնվելու հաջորդ պահից սովորում է։ Նա հայտնվում է իր համար անծանոթ աշխարհում եւ սկսում է հետազոտել, ինչ է տեղի ունենում այդ աշխարհում։ Առաջին գործողությունը, որ նա անում է, սկսում է սովորել շնչել։ Նա սկսում է, բնազդով է սովորում։ Բայց բնազ էտելա չէ, շատ բաներ կա, որ մենք այո, կրթությունը պետքա հասցնի բնազդային մակարդակի։ Օրինակ, բարեկրթությունը պետք է հասցնել բնազդային մակարդակի։ Պետք չէ բարեկիրթ անհատ դաստիարակել այդ արտադրությունը ինքը նոնսենս է։ Որովհետև ինչպես շնչելը, այնպես էլ բարեկրթությունը պետքա հասնի բնազդային մակարդակի։ Պետության ընկալումը եւ քաղաքացիության զգացումը պետքա հասնի բնազդային մակարդակի։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար մեր խնդիրը սովորելու գործընթացը, կրթության գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ, դարձնել առավել նպատակադրված, դարձնել ավելի առավել ինֆորմացված։ Եվ նույնը վերաբերվում է երկրի կյանքին եւ իմ կանխատեսումը այն է եւ մեր պլանավորումը այն է, որ ակադեմիական քաղաքը դառնալու է գրավիտացիոն կենտրոն Հայաստանի Հանրապետության կյանքի համար, բոլոր ոլորտների կյանքի համար, որը կանխորոշելու է կյանքի ընթացքը Հայաստանի Հանրապետությունում, անհատական մակարդակով, խմբային մակարդակով, համայնքային մակարդակով եւ պետական մակարդակով։ Ավարտվեց Սորիզյանի այս թողարկումը, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Շարունակենք լրատվությունը։ Խորհրդարանը այսօր մերժել է նիստերի օրակարգում ընդգրկել վարչապետին ամստահություն հայտնելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը։ Իշխանության եւ ընդդիմության հերթական բանավեճ թեման այս անգամ Գյումրիի քաղաքապետի ձերբակալություններ։ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգը հաստատելուց առաջ ամբիոնին մոտեցավ Պետրոս Մեղերյանը։ Նա Հայաստան խմբակցության նոր падգամավորն է, որը կանոնակարգ օրենքի համաձայն երթմամբ ստանձնեց падգամավորական մանդատը, որից հետո խորհրդարանականները քննարկեցին գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ընդդիմության նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծով հիշեցնենք, ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը ցանկանում էր անվստահություն հայտնել կառավարությանը։ Այդ խմբակցության ղեկավարը նկատեց. Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է, այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել են այս գործընթացը։ Ընդդիմադիր падգամավորը հայտնեց նաև, որ այդ ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։ Մամիջանյանը անցյալ շաբաթ հանդիպել է նաև падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ քննարկելու գործընթացին նրանց մասնակցության հարցը։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարզաբանելով, թե ինչու են բացասական եզրակացություն տվել այս նախագծին, հայտարարեց նաև, որ համապատասխան քանակի դիմումների հավաքումը դեռևս բավարար չէ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, իսկ փաստաթղթում ըստ Վլադիմիր Վարդանյանի առկա են իրարամերժ բնույթի դատողություններ։ Այնուամենայնիվ Հայաստան խմբակցությունն իր լիակատար աջակցությունը հայտնեց նախագծին։ Քաղաքացիական պայմանագիրն էլ այն համարեց մեռելածին։ Անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի տեսակետն այսպիսին էր։ Խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, բայց ասենք այդ հարցի քննարկմանը եւ ընդհանրապես զարգացումներին, բայց մենք շատ հարցեր ունենք քննարկելու դեռ, որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ բարձրաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպակ կքվեարկենք այս պահին։ Այսպիսով մեծամասնությունը դեմ քվեարկեց եւ նախագիծը չընդգրկվեց օրակարգում, իսկ դրա շուրջ տեղի ունեցած ելույթները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը եւ նրան առաջադրված մեղադրանքի մասին էին։ Ընդդիմությունը իշխանությանը հորդորեց չխախտել անմեղության կանխավարկածը, իսկ իշխանությունը տեղի ունեցածի համար մեղադրեց խորհրդարանական ընդդիմությանը։ Երեկվա դեպքերը Գյումրիում ակնհայտորեն ցույց տվեցին նաեւ մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկայ են ստեղ։ Ձեր քաղաքական այդ խաչասերման, Սերժա Քոչարյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Դուք տեսեք, թե 7 տարի ինչեր է կարել։ Ինչքան եւ ինչքան պիտի բացահայտվի, եւ ինչքան, պարոն Ռուբինյան, ավարտելով խոսքս ձերից ձևակերպամ, ինչքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից։ Ցանկացած ուժից եթե կոռուպցիոն սրիկա բացահայտվում է, գնում նստում է ու բոլոր կոռուպցիոներ սրիկաները հայտնվելու են այնտեղ, որտեղ իրենց պատկանում են։ Պատգամավորներն այնուամենայնիվ հաստատեցին օրակարգի նախագիծը եւ անցան հարցերի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Այդ համաձայնագրով Գերմանիան Հայաստանին կտրամադրի ավելի քան 84 միլիոն դրամ, որի մի մասը գրանտներ են, մյուս մասը վարկային միջոց։ Պատգամավորները Գևորգ Պապյանից հետաքրքրվեցին նաեւ Ռուսաստանում հաստատված նոր կարգավորման մասին, որը հայ բեռնափոխադրողների մոտ դժգոհություններ է առաջացրել։ Նրանք անգամ փակել էին Վրաստանի հետ անցակետերի ճանապարհները եւ պնդում էին, որ 1 տարվա ընթացքում ընդամենը 90 օր Ռուսաստանում անցկացնելու ժամկետը չի բավականացնում իրենց։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Պապոյանը հայտնեց նաև, որ հարցն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ Ամբիոնին մոտեցավ նաև իշխող խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը ու ներկայացրեց իր եւ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը հանրային հեռարձակողների թիվը 3-ից 2 դարձնելու մասին։ Ղազարյանի խոսքով նախագծի արդյունքում ակնկալվում է նաև միջոցների արդյունավետ բաշխում։ Հանրօգուտ մեդիա միջավայրի հիմնադրամը այդպիսի միջոցները, այդպիսի կոնտենտի բովանդակության համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է, նկատի ունեմ կրթական մշակութային կոնտենտի համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև եւ բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան այդ հանրային միջոցներից օգտվելու եւ ապահովելու մշակութային եւ կրթական բովանդակության բազմազանություն։ Պատգամավոր Գեգամ Նազարյանն արձագանքելով հայտարարեց, թե կարծիք կա, որ նախաձեռնության հիմնական նպատակը շողակաթ հեռուստաալիքի փակումն է։ Թագուհի Ղազարյանը դա չհերքեց, նկատելով նախաձեռնությունը մասնավորապես շողակաթ ընկերության հետ կապված խնդիրներն է կարգավորելու։ Պատգամավորի խոսքով այս տարիների ընթացքում 3 միլիարդ դրամական միջոցներն առանց մրցույթի եւ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության, եւ ըստ նրա տեղին կլիներ բարձրացվեր միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հաշվի առնելով Գյումրիի մի խումբ պաշտոնատար անձանց վերաբերող հանրային մեծ հնչեղություն ստացած գործը Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ կալանք որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։ Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրիի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված զայնագրությունները կեղծ են եւ չեն առնչվում նրա անձին, ապա հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրիի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Ավելին տվյալներ չի հայտնել զայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին, խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։ Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցակնված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ, հաստատելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։ Քրեական վարույթում նախաքննությունը շարունակվում է։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել առաջիկա օրերին սպասվող գազանջատումների մասին։ Գազպրոմ Արմենիա փակbaşնի տիրական ընկերությունը տեղեկացնում է, որ զմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10-ից մինչև 18-ը կդադարեցվի Երևանի կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Չայլախյան, Ջահուկյան, Վանի հերոսամարտի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10-ից մինչև 17-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազապ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, Եղեգնուտ ՍՊ-ի թռչնաֆաբրիկայի, Մարգարյան եւ ընկերներ ԱԳԼՉԿ-ի, Վահագնավ ՍՊ-ի ԱԳԼЧԿ-ի եւ սեփականատեր Արմեն Արամյանի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10-ից մինչև 18-ը կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի մասնակի գազասպառողների հարակից տարբեր
նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը այցում է գազասպառողների ներողամտություն եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա Փակ բաժնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Այս կանը կհանդիպենք ժամը 22-ին։